Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է ղազախական Աստանայից։ 31-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի հունվարից էր խաղում Աստանայում։ Հովհաննիսյանը ղազախական ակումբի կազմում մասնակցել է 64 հանդիպման, դարձել 2 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ։ Օրեր առաջ Աստանայից հեռացել էր նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։ Բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը կես տարի անց վերադարձել է Երևանի Փյունիկ։ Ռումինական կլուժի ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով կխաղա Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատարի կազմում։ 27-ամյա ռմբարկուն 2022-ից 23 թվականներին Փյունիկի կազմում անցկացրել է 46 խաղ, խփել 25 գոլ եւ կատարել 2 գոլային փոխանցում։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը կվերադառնա արգենտինական Բելգրանո ակումբ։ Այս մասին հայտարարել է արգենտինական ակումբի նախագահ Լուիս Ֆաբիանը։ Նրա խոսքով 31-ամյա ֆուտբոլիստը եւս 1 տարի կանցկացնի Սաուդյան Արաբիայի Ալ-Ֆաթեհում եւ դրանից հետո կտեղափոխվի Բելգրանո։ Արգենտինական պարբերականներն էլ տեղեկացնում են, որ Սելարայանը մերժել է արգենտինական Բոկա Խունիորսի տրանսֆերային առաջարկը։ Հայաստանի հավաքականի առանցքային ֆուտբոլիստը 2023 թվականի օգոստոսից է խաղում Ալ-Ֆաթեհում։ Սելարայանը Բելգրանոյի սան է, գլխավոր թիմի կազմում ելույթ էր ունեցել 2012-ից 2016 թվականներին։ Հայաստանի պատվիրակությունը Հյուսիսային Կորեայի Գունգվոն քաղաքում մասնակցել է պատանիների ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։ Հայաստանի դրոշակակիրն է եղել լեռնադահուկորդ Հակոբ Հակոբյանը։ Հայաստանը պատանիների օլիմպիական խաղերում կներկայացնեն 3 մարզիկներ, որոնք մեդալների համար կպայքարեն 2 մրցաձևերում։ Արմեն Մարգարյանը եւ Ֆենիա Գալստյանը ելույթ կունենան դահուկավազքում, իսկ Հակոբ Հակոբյանը լեռնադահուկային սպորտում։ Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը հունվարի 30-ից փետրվարի 13-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Հակոբ Սերոփյանի գլխավորած ընտրանին կնախապատրաստվի աշխարհի գավաթի խաղարկության առաջին եւ երկրորդ փուլերին։ Առաջին փուլը փետրվարի 13-ից 19-ը տեղի կունենա Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, իսկ երկրորդ փուլը կանցկացվի փետրվարի 20-ից 26-ը Գերմանիայի Կոդբուս քաղաքում։ Աշխարհի գավաթի խաղարկության փուլերը վարկանիշային են այս տարի կայանալիք Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի համար։ Նարեկ Արուշանյան, Free News, Ազատ լուրեր։